Մշակութային աշխատաժողով, որը միավորել է եվրոպական երկրների դեսպաններին, Հայաստանում գործող բիզնես կառույցների ղեկավարներին, տնտեսական ատաշեներին և գործարար համայնքի շուրջ 100 ներկայացուցիչների։ Հայաստանը և Եվրոպան արմատներ և հեռանկարներ խորագրով միջոցառումն անցկացվել է Կոմիտասի թանգարան ինստիտուտում, ընդգծելու բիզնեսի, դիվանագիտության և մշակույթի փոխկապակցվածությունը։ Աշխատաժողովը կազմակերպվել է արդեն 4-րդ անգամ Galaxy ընկերությունների խմբի և Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի նախաձեռնությամբ։ Այն ձևավորվել է որպես ավանդական բիզնես նախաճաշ ձևաչափի հանդիպում, որի ընթացքում ԵՄ դեսպաններն ու բիզնես համայնքի ներկայացուցիչները քննարկում են տնտեսական և մշակութային համագործակցության, ներդրումների և փոխգործակցության հնարավորությունները։ Galaxy-ի համար շատ կարևոր է եվրոպական բիզնեսների զարգացումը Հայաստանում և մեր տնտեսության համար, եւ վերջի 20 տարին եւ ավելին Galaxy-ն մեծ ներուժ է դրել, որպեսզի ներկայացնի բոլոր միջազգային մեծ գործընկերներին Հայաստան եւ փորձի այնպես անել, որպեսզի ունենանք երկարաժամկետ համագործակցություն եւ երկկողմանի շահավետ մթնոլորտ։ Վերջի 2 տարում Galaxy ընկերությունների խումբը մոտավորապես 84 նոր համագործակցություն է ստորագրել եվրոպական տարբեր երկրների մեծ ընկերությունների հետ։ Կոմիտասի ժառանգության ներկայացումը հնարավորություն է տվել հյուրերին ավելի խորությամբ ընկալելու հայկական մշակութային արմատները, որոնք հետևողականորեն կապված են եվրոպական մշակութային ավանդույթի հետ։ Հյուրերը շրջել են թանգարանում դիտել կոմիտասյան մոտիվներով ժամանակակից բալետային ներկայացում, որի կուլմինացիան եղել է վարդապետի Անտունի ստեղծագործության կենդանի կատարումը։ Ուրախ եմ, որ ներկա գտնվեցի այս միջոցառմանը։ Ներկայացրի ներդրումային որոշ ասպեկտներ Հունաստանի եւ Հայաստանի վերաբերյալ։ Ներդրողների համար շատ կարևոր հանգամանք են հայ-հունական ամուր հարաբերությունները։ Բացի այդ, Հունաստանը լինելով Եվրամիության անդամ, հայ ներդրողների համար կարող է լինել դուռ դեպի Եվրոպա, ինչը շատ կարևոր է։ Իտալիան շատ հետաքրքրված է Հայաստանում ներդրումներով։ Պետք է հաշվի առնել, որ Իտալիան ունի առաջնային դեր Եվրոպական միությունում։ Մեր երկիրն աջակցում է Հայաստանին եվրոպական ստանդարտներին համապատասխանելու հարցում։ Իտալական ընկերությունների ներկայությունը Հայաստանում, ինչպես նաև հայկական ընկերությունների ներկայությունը Իտալիայում շատ կարևոր է։ Տնտեսությունը երկու երկրների համագործակցության կողմերից միայն մեկն է՝ բիզնեսի համար ավելի մեծ հնարավորություններ ստեղծելու եւ տնտեսության առավել մեծ զարգացում ապահովելու։ Միջոցառման պաշտոնական բացումը կատարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսը։ Անդրադարձել է Հայաստան ԵՄ առևտրաշրջանառության կայուն աճին։ Բացման տեսաուղերձով հանդես է եկել Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի գործադիր տնօրեն Դիանա Սարումովան։ Նա նշել է, որ այս հարթակն ուժեղացնում է համայնքի միասնականության զգացումը եւ հիշեցնում, թե ինչպիսի ձեռքբերումների կարելի է հասնել, եթե դիվանագիտական եւ գործարար ջանքերը միավորվեն մեկ սեղանի շուրջ։